Փաստաբանական գրասենյակների ցուցահանդեսի շրջանակներում զրուցում ենք Խաչիկյան եւ գործընկերներ գրասենյակի ղեկավար Վրեժ Խաչիկյանի հետ։ Բարև ձեզ, պարոն Խաչիկյան։ Բարև ձեզ։ Շնորհակալ եմ մեր փաստաբանական գրասենյակների ցուցահանդեսին մասնակցության եւ տաղավարային զրույցին համաձայնելու համար։ Շնորհակալ եմ հրավիրելու, ինչպես նաեւ շնորհակալ եմ այսպիսի գեղեցիկ էքսպո կազմակերպելու։ Առաջին անգամ ենք մասնակցում եւ մեզ համար շատ հաճելի է եւ պատիվ է։ Որ տաղավարի ներքո եք դուք մասնակցում, ինչ ձևաչափով եւ ձեր տաղավարով հետաքրքրված այցելուներին ինչ ասելիք ունեք, ինչ նախաձեռնություններ եք պատրաստել։ Մասնակցում է Խաչիկյան եւ գործընկերներ փաստաբանական գրասենյակը 5-րդ տաղավարում իր բոլոր գործունեության ոլորտների հետ կապված ներկայացնելով մեր հանրությանը։ Ասելիքները ոչ միայն այսօր, այլ շուրջ իր գործունեության 10 տարվա ընթացքում եւ այսօր այդ հնարավորություն ունենալով եղել են մեր կողմից մատուցված ծառայությունները քաղաքացիական ոլորտում, իրավական ոլորտում, վարչական, ինչպես նաև սնանկության, որովհետև հաշվի առնելով Հայաստանի Հանրապետությունում իրավական շուկայի փոքր լինելու հանգամանքը, մենք ձգտում ենք հնարավորինս ցանկացած ֆիզիկական կամ իրավաբանական անձի վերջինիս կողմից ի հայտ եկած խնդիրները իրավական ցանկացած ոլորտում լուծում տալ։ Քանի տարվա պատմություն ունի գրասենյակը ոլորտում, խոսեք կայացման եւ զարգացման մասին։ Իհարկե, Խաչիկյաններ գործընկերներ փաստաբանական գրասենյակը հիմնադրվել է շուրջ 10 տարի առաջ։ Գրասենյակում գործում են 20 տարվա փորձառությամբ 15, 10 տարվա փորձառությամբ գրասենյակը նոր է 10 տարվա, բայց փաստաբանները ունեն բավականին երկար տարիների փորձառություն, քրեական իրավունքի մասնագետներ, քաղաքացիական իրավունքի մասնագետներ եւ ի շնորհիվ այդ լավ թիմի, ի շնորհիվ ոչ միայն իրավական, այլ մարդկային հոգեբանական բնագավառում բարձր արժեք ունեցող անձնակազմի Խաչիկյան եւ գործընկերներ գրասենյակը կարողանում է հաջողության հասնել գրեթե բոլոր գործերում դատական կամ դատանից դուրս ներկայացնելու հարցերում։ Որ ոլորտներով եք առավել շատ մասնագիտացած։ Ես որպես հիմնադիր եւ նախագահ գրասենյակի ավելի շատ մասնագիտացած եմ քրեաիրավական ոլորտի։ 16 տարի է փաստաբան եմ եւ 16 տարի է ավելի շատ քրեաիրավական ոլորտում եմ ծառայություններ մատուցում եւ սակայն գրասենյակի մյուս փորձառու փաստաբանները բոլոր ոլորտներում։ Այսինքն չկա այդպիսի ոլորտ, կորպորատիվ սպասարկում դա կլինի կամ ասենք կլինի որոշակի Հայաստանի Հանրապետությունից դուրս կապված այդ թվում նաև միջազգային հետախուզություններ, էքստրադիցիայի հետ կապված հարցերում համագործակցելով Հայաստանի Հանրապետությունից դուրս Ռուսաստանի Դաշնության, Ֆրանսիայի, Ամերիկայի Միացյալ Նահանգների փաստաբանների հետ փորձում ենք մեր քաղաքացիներին եւ հայ հանրության, ինչպես նաև այլ ազգի, օտարազգի անձանց որակյալ իրավաբանական ծառայություն մատուցել։ Պարոն Խաչիկյան, հասցրել եք շրջել գործընկերների տաղավարներով, որքանով է արդյունավետ էքսպոն փաստաբանական գրասենյակների համար եւ այցելուների։ Ինչպես նշեցի, մենք առաջի անգամ ենք մասնակցում եւ մեզ համար ամեն ինչ շատ հաճելի է եւ ամեն ինչ շփման ընթացքում գնահատում ենք, որ բավականին ջանք է ներդրված եւ առաջին հերթին Սույն էքսպոյի կազմակերպումը դա եւս մեկ լավ առիթ է, որ այս հարթակում փաստաբանական գործող գրասենյակները ժամանակ ունեն ավելի սերտորեն շփվելու, համագործակցելու, անկախ նաեւ որ դատանում հանդիպում ենք գրեթե հակառակ կողմերում, բայց այս էքսպոյի շրջանակներում դա առավել քան միասնության, առավել քան փաստաբանների միջև փոխհմբռնման հանուն իշա Հայաստանի Հանրապետության հայ ժողովրդի համատեղ գործունեություն ծավալելու միտում եմ տեսնում եւ առիթ եւ հենք այս էքսպոյի միջոցով առավելևս որ հիմա Հայաստանի Հանրապետության արչեւ հայ հանրության արչեւ ծառայացած խնդիրները սկսած դա մայրաքելական եկեղեցու ինչպես նաեւ ցանկացած այլ լուծումները կարողանում են տալ փաստաբանական համայնքի ներկայացուցիչները, այսինքն հատկապես այն գրասենյակները, ովքեր ունեն կայացած թիմ եւ այդ թիմերով կարողանում են որակյալ եւ ծավալուն աշխատանք կատարելով գործել
իշա Հայաստանի Հանրապետության, իշա հայ քաղաքացու։ Շնորհակալություն, մաղթում եմ ձեզ արդյունավետ օրեր, հետաքրքիր ժամանակ էքսպոյի շրջանակներում։ Շնորհակալ եմ կրկին հրավերելու համար եւ ձեզ ցանկանում եմ որպեսզի կարողանաք ներկայացնել այս ամենը առ այսօր միշտ ներկայացված բարձր մակարդակով եւ գեղեցիկ եւ ճաշակով։ Շնորհակալ եմ։ Շնորհակալություն։